Երբ տարեմուտի այս խորհրդավոր օրերին ավարտվում են հին տարվա վերջին րոպեները, մենք սովորաբար նայում ենք մեր տանջրակին ու մեր հարազատների աչքերին։ Բայց այսօր ես ուզում եմ, որ մեր հայացքն ուղենք մեր տնից դուրս, դեպի այն մեծ տունը, որը կոչվում է հայրենիք։ Ամեն մի բարի գործ, ամեն մի անձնվեր քայլ եւ յուրաքանչյուրիս ներսում ապրող լույսը սկսվում է անհատից, բայց իմաստավորվում է ընդհանուրի մեջ։ Մեր հայրենասիրությունը լոգ բառ չէ, դա այն անձնվիրումն է, որով մենք շենացնում ենք մեր հողը եւ այն հավատքը, որը մեզ պահել է դարերի հողմերի դեմ։ Այս տոնական օրերին մենք վերահաստատում ենք մեր կապը մեր արմատների ու մեր սուրբ հավատքի հետ։ Առանց հավատքի անհնար է կառուցել, առանց հայրենիքի անհնար է լինել ամբողջական։ Մեր նպատակը մեկն է՝ ապրել ազատ, անկախ եւ արժանապատիվ մեր սեփական հողի վրա, որտեղ յուրաքանչյուր հայ իրեն իր ճակատագրի տերը կզգա։ Եկեք այս նոր տարում լինենք ավելի ներողամիտ միմյանց հանդեպ, բայց անզիջում մեր արժեքների հարցում։ Թող սերն ու հավատքը դառնան մեր գլխավոր զենքը, իսկ միասնությունը մեր վահանը։ Թող 2026-ը լինի հոգևոր վերածննդի եւ հզորացման տարի։ Թող հայոց օջախներում հնչող աղոթքը վերածվի արարման ուժի, որպեսզի մենք ոչ միայն գոյատևենք, այլև ծաղկեցնենք մեր սուրբ հայրենիքը։ Եվ վերջում, որպես այս երկրի քաղաքացի, ով սիրում է իր հողն ու հավատում է իր տեսակին, ես ունեմ մի հստակ խնդրանք եւ պահանջ, որն այսօր հնչում է թերևս բազմաթիվ սրտերում։ Մենք ուզում ենք վերագտնել մեր անդորը եւ հույսը։ Ոստի դիմելով օրվա իշխանությանը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին ասում ենք. թույլ տվեք մեզ հանգիստ, արժանապատիվ ու խաղաղ ապրել մեր սեփական երկրում։ Թույլ տվեք, որ հայը նորից տեր դառնա իր պատվին եւ իր ապագան կառուցի առանց ցնցումների, հավատքով ու սիրով։ Սա է մեր ուժեղանալու եւ նորից հառնելու միակ ճանապարհը։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, խաղաղություն մեր հոգիներին եւ հավերժություն մեր ազգին։